Նիկոլ Փաշինյան, քո ինչ գործն է, որ հիմա քիթդ խոթում ես եկեղեցական կյանքի մեջ։ Թե բա, եթե պարզվի, որ Կաթողիկոսը ապօրինի զավակ ունի, ինքը էլ կաթողիկոս պիտի չմնա, ինքը պիտի փոխվի։ Ուրեմն լսի, եթե պարզվի, որ Կաթողիկոսը ապօրինի զավակ ունի, ուրեմն այդտեղ որոշում կայացնողները հոգևորականներն են։ Կպատժեն, կներեն, թե կփոխեն Կաթողիկոսին, այդ իրանց գործն է, քո գործը չի։ Դու սկի շարքային հոգևորական էլ չես։ Հոգևորական եկեղեցական կյանքում իրավունք ունի խարդվի մենակ ազգային անվտանգությունը մի դեպքում։ Եթե պարզվի, որ որևիցե մի հատ հոգևորական, սրբազան, կաթողիկոս կամ շարքային հոգևորական ծառայում են թշնամի պետության շահերին, այսինքն թշնամի պետության շպիոն են, ոնց որ դու։ Այն նման կարգի դեպքերում ազգային անվտանգությունը իրավունք ունի խառնվելու։ Ինչ վերաբերում է դոմփվելուն, ասում ես, «Էս ինչ սրբազան անն էլ չես տալիս, սրբազանը դոմփում է իր քեռու կնկան»։ Ուրեմն եթե որևիցե սրբազան ինչ որ մեկին կդոմփի, դրանից իմ ինքնասիրությանը դա չի կպնում։ Իմ ինքնասիրության չի ոտնահարվում դրանից։ Որևիցե հայ ինքնասիրության դա չի կպնում։ Մեր ինքնասիրությունը ոտնահարվում է նրանից, որ մեր երկրի ղեկավարին ամեն օր դոմփում են թշնամի պետության ղեկավարները։ Ինչ վերաբերում է կուսակրոնությանը, ես գտնում եմ, որ հոգևոր կյանքն էլ կարա ենթարկվի ռեֆորմների ու ճիշտ կլինի, որ այդ աշխարհում էլ հոգևորականներն էլ կաթողիկոս, սրբազան, կաթողիկոս, ընդդուք մինչև Հռոմի պապ իրավունք ունենան ընտանիք ունենալու։ Սա իմ կարծիքն է, բայց որոշում կայացնողները հոգևորականներն են։